Ամանորյա տրամադրությունը ինչպես է արդեն տիրում է ձեզ մոտ, հա, պատրաստվում եք։ Ամանորյա հիանալի, դա ամենասիրելի տոներից մեկն է։ Ֆինանսական, սոցիալական այդպես ներում է, որ արդեն Այո։ Իսկ մենք ունենք քաղբանտարկյաններ, հա, այս երկրում այսպիսի վիճակ է, ու այդ տրամադրությունը կարծում եմ, որ ավանդական ամեն տարվա նման չեք հա նշելու։ Դե գիտեք ինչ, դրանք կան իհարկե եւ տրամադրությունը փչացնում են ինչ որտեղ եւ փչացնում է հատկապես այն հանգամանքը, որ ոչինչ չես կարող փոխել, ոչինչ չես կարող անել նրանց համար։ Դա է որ խեղճացնում է մարդու։ Պատրաստվում եք Ամանորին թե ոչ արդեն։ Չէ, դեռ ոչ։ Ֆինանսական հարցերում։ Չէ, դեռ ոչ, չեմ տրամադրվել։ Քաղաքում արդեն լույսերն են վառվում, պատրաստվում են մարդիկ Ամանորին, իսկ ձեզ մոտ ինչպիսի տրամադրությունը պատրաստվում եք արդեն Ամանորին։ Կարելի ասել, քանի որ սովորող եմ, հələ տենց այդ թեմայով շատ չեմ խորացել, հələ իմ դասի վրա եմ կենտրոնացած։ Նախազգացողությունը շատ բարձր է։ Ամենը իր սպասելիքներ ունի, ես իմ սպասելիքներ ունեմ, այդ ամեն ինչը գումարվում է եւ դառնում է իսկական նախատոնական զգացողություն։ Ընտանեկան ավանդույթների համաձայն ես իմ Ամանորը նշում եմ միշտ տանը։ Որևէ տեղ չեմ պատրաստվում գնալ, ճիշտն ասած առանձնապես հնարավորություններ չունեմ, բայց դա ինձ այդքան չի ձգում։ Ինձ թվում է տանը նշելը առավել ճիշտ է։ Առաջվա նման հա ավանդական կերպով նշում եք։ Չի, իհարկե, այսինքն եթե նկատի ունեք պատրաստություն տեսնելը, դե առաջ բոլորովին այլ բնույթ էր կրում, ամեն ինչ տանը պատրաստում էինք, պարտադիր որոշակի ճաշատեսակներ պիտի լինեին։ Չէ, հիմա ավելի թեթև եւ այդ այցելությունները նույնպես խիստ կրճատվել են եւ դեպի մեր տուն եւ մեր գնալը, բայց դե փորձում ենք այդ հարազատական, արյունակցական կապերի շրջանակներում փոխադարձաբար շնորհավորել։